Ծրագրի շարունակությունում ունենք հրաշալի զրուցակից այսօր ջազի միջազգային օրն է եւ իհարկե մենք առանց երկար մտածելու որոշեցինք որ հենց այսօր եւ հենց այս ստուդիայում մենք պիտի զրույց ունենանք Անի Սաղոյանի հետ ջազի հայկական ասոցիացիա համահիմնադրի ողջույն Անի Ողջույն եւ իհարկե այսօր ջազային տրամադրությունը տիրելու մայրաքաղաքում եւ ոչ միայն Եվ մենք շատ կուզենայինք այս զրույցի ընթացքում նախ եւ առաջ տեղեկացնել մեր ռադիոլսողներին, որտեղ ինչ միջոցառում, ինչ համերգներ եւ ինչ ընդհանրապես ծրագրեր ասոցիացիան, որը որ այն հազվագյուտ աշխուժ եւ ակտիվ գործող ասոցիացիաներից է, միանգամից ասեմ, եւ դա ուրախացնում է։ Ողջույն Անի շատ։ Ողջույն, շնորհակալ եմ մամ ջան ներկայացման համար։ Արդեն ավանդական է դարել, որ ապրիլի 30-ը բոլորս նշում ենք Կասկադում, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հարակից պուրակում ժամը 19:00-ից այնտեղ մեզ սպասելու են մեր բոլոր հայտնի ջազ երաժիշտները, մատուցելով իրենց լավագույն ստեղծագործությունները եւ ինչն է ամենանշանակավորը, որ հեղինակային ստեղծագործություններն են մատուցելու, որը որոշակի ստեղծագործություններ լինելու են նոր գործիքավորումներով, այնպես որ հանդիսատեսը մեր քաղաքի հյուրերը, որոնք որ արդեն ամեն տարի ժամանում են, հա, սպասում են այս օրվան, իրենց այս տարի կսպասի նոր ծրագիր։ Հիմա տեսեք ինչ հետաքրքիր բան է կատարում, այն զբոսաշրջիկները, որոնք Երևանում են, այնց այսօրով, հա, այդպես է համընկել նրանց այստեղ գտնվելը եւ համընկել այսօրվա հետ հոյակապ նվեր ստացան, փաստացի համ եղանակի առումով, հա, համեմատությամբ, եթե խոսում ենք օրինակ Ռուսաստանից ժամանած հյուրերի մասին, զբոսաշրջիկները ասում են այդտեղ բավականին տհաճ եղանակ է հիմա Ռուսաստանի ճնշող մեծամասնությունը հիմա ցուրտ պայմաններում է Եվ Երևանում գտնվել այս արևոտ օրերը եւ բնական է ջազը եւ այդ ամենը հոյակապ նվեր է նախ եւ առաջ հյուրերի համար եւ ինչու ոչ նաեւ ջազի սիրահարների համար, որոնք Հայաստանում են ապրում։ Միայն Երևանով է գեզափակվում Անի, թե նաեւ օրինակ Գյումրին, Վանաձորը։ Այս տարի միայն Երևանով ուզում եմ նշեմ, որ ջազի միջազգային օրը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ է իրականացվում եւ նաեւ քաղաքապետարանի մշակույթի վարչության այն կարևոր միջոցառումներից մեկն է, որը ուղղված է տուրիզմի զարգացմանը։ Եվ շատ հետաքրքիր ինչ որ բաներ կա այսքան տարիների ընթացքում եղանակի հետ կապված, որը ասեցիր, այդ որ միշտ արևային եղանակ է լինում, նույնիսկ եթե անձրև է լինում, դա այնքան sense ինչ որ չնչին, որը նույնիսկ ինչ որ ավելի հետաքրքրություն է ընդհանուր միջոցառմանը, հա, ոնց որ տենց հատուկ էֆեկտ լինի, բայց որպես կանոն եւ թե 2 տարի կհիշեմ այդպիսի անձրևային, մնացածը միշտ արևային է ինքը եղել, էլ ավելի ոնց որ նպաստելու միջոցառման դրական ընթացքին։ Եվ այսպիսով կարծում եմ նաև քաղաքապետարանի ամենաստացված միջոցառումներից մեկն է զուտ տուրիզմի զարգացման համար, ոչ միայն մշակույթի։ Անի ասացիք նոր ստեղծագործություններ կհնչեն։ Պատկերացնում եմ, որ ամեն տարի լինելով կազմակերպիչ նման խոշորագույն միջոցառման, այնուամենայնիվ մտածում եք մի նորամուծություն մտցնել։ Այս տարի բացի նոր ստեղծագործություններից ինչ որ բան նախատեսվում է։ Այս տարվա նորամուծությունը հենց կանում էր նրանում, որ ավելի շատ փորձել ենք մոտեցնել միջազգային գլոբալ համերգին, որը ամեն տարի իրականացվում է, ջազի միջազգային օրվա այն կառույցին, որին միացել են աշխարհի բոլոր քաղաքները մենք վերցնելու ենք այս տարի հիմք որպես Հայաստանի պետական ջազ նվագախումբը եւ մեր բոլոր արտիստները միանալու են իրենց եւ իրենց ստեղծագործությունները արդեն գործիքավորում են արվելու հենց պետական ջազ նվագախմբի համար։ Այսպիսով ավելի հնչեղ միջոցառումը որպեսզի ստացվի եւ ստեղծագործություններին նոր շունչ տալով նրանով, որ եթե այդ ստեղծագործությունը գրված է եղել տրիոյի կամ կվարտետի համար, դա հնարավորություն կլինի որպեսզի հնչեի արդեն ավելի մեծ նվագախմբի կատարմամբ։ Իսկ հյուրը լինելու է հատուկ հյուր,
Այդ սովորաբար լինում է առաջին մեծության այս տարի արտ երկրից չունենք հյուր Տեղական ուժերով։ հա ինչի որովհետև ուզում էինք ավելի մեր արտիստներին նորովի մատուցել շեշտադրել իրենց ստեղծագործությունները եւ իրենց տաղանդը Եվ նորամուծություններից մեկն էլ այս տարի մի քիչ էքսպերիմենտալ բան ենք անելու, քանի որ բոլորը սովոր են ջազը լսել ավելի զուտ լայվ կատարմամբ, իսկ աշխարհում մի քիչ նաև նոր տենդենսներ կա էլեկտրոջազի եւ նաև DJ-ների կատարմամբ ջազ մշակումների, արդեն ավելի մի տեսակ ուժ ժամերին, 10-ից հետո կլինի նաև այդպիսի էքսպերիմենտալ մի փորձ, կլինեն DJ-ի կողմից միքսեր ջազային։ Այսպիսի երիտասարդությանն էլ նաև ներգրավելուց եւ հետ չմնալ տենդենսներից։ Ընդհանուր քանի տարի է, որ այդպես նշում եք հենց Կաֆեսյան ուրակում։ Ասեմ, որ Երևանը եղել է առաջին մայրաքաղաքներից, որը միացել է 2011 թվականի նոյեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից ընդունվել է ջազի միջազգային օրը եւ արդեն 2012 թվականի ապրիլի 30-ից նշվել է Երևանը եղել է առաջի այն մայրաքաղաքներից, որը միացել է եւ 12 թվից մինչեւ հիմա նշում ենք։ Հետաքրքիրը գիտեք ինչն է, օրինակ տեսեք, ռոք երաժշտությունը չունի այդպես ազգային նշաններ։ Միգուցե ինչ որ էթնիկական հնչյուններ ռոքի հետ մեկտեղ ինչ որ կոլեկտիվներ բանեցնում են կամ նվագում են, բայց չկա հնդկական ռոք։ Բայց կա օրինակ հնդկական ջազ, հայկական ջազ, հայկական ջազ սիտարով Ռավի Շանկար հիշենք եւ այլն խոսքով ջազի երանգները շատ են, իմպրովիզների հնարավորությունները շատ են։ Կարող է լինի ջազ ռոք, լինի էթնո ջազ, էլեկտրոջազ, այսինքն դրա համար այդ ոնց որ անդադար ինքը աշխատելու հնարավորություն է տալիս, ջազ տարբեր էքսպերիմենտների sense բանա, մեծ տենց մի հատ հնարավորությունների դաշտ է, բայց ասեմ նաև այն կառույցները, որոնք ստեղծված են աշխարհում նաև, թե հենց International Jazz Day կառույցը, որը ստեղծել է Հերբի Հենկոկը, հավաքելով իր շուրջ բոլոր լեգենդար ջազմեններին եւ դրանով նաև երիտասարդներին հնարավորություն տալով հանդես գալ, դրանով ինքը անդադար զարգացնում է։ Աշխարհում կան մի քանի տես տարբեր կառույցներ ջազի զարգացման հետ կապված, ցավոք սրտի, օրինակ ռոքում չկա։ Չկա որպեսի ռոք երաժիշտները հավաքվեն, համախմբվեն եւ փորձեն նոր անդադար կոնցեպտներ մշակել։ Դա, բայց Եվնի ջան, հանուն արդարության անիջան, ասենք, որ ռոքերներն էլ փառատոններ են կազմակերպում կամ բարեգործական համերգներ, որ հասույթ ուղղվում է, չգիտեմ, Աֆրիկայի ընտանիքներին, չգիտեմ, երեխաներին եւ տարբեր բարեգործական պրոյեկտներ շրջանակներում լեգենդար համերգներ են լինում հայտնի, որի շրջանակներում բազմաթիվ տարբեր երկրներից միավորված ռոք խմբեր համատեղ մեկ տեղում Wembley մարզադաշտում մի քանի ֆանտաստիկ ռոք համերգներ են եղել տարիների ընթացքում, որոնք որ գլխավոր նպատակ են ունեցել այդ ողջ հասույթը տրամադրել ինչ որ բարեգործական հիմնադրամի։ Մի խոսքով այդպիսի բաներ լինում, բայց ստեղծագործական առումով, որպեսզի միասին ինչ որ մի նոր բան անեն երաժշտությունում, այդպիսին դրա մասին ասացիք, ես ճիշտ ասած լավ տեղակ լինելով երաժշտության պատմությանը նման դեպքեր երևի սա խթան է, որպեսզի երիտասարդ նոր խմբեր անդադար ստեղծվեն, առաջանան, ստեղծագործեն։ Ճիշտ ասած, ես ինքս անկեղծ ասած շատ մեծ ռոքի սիրահար եմ ու շատ կուզեի, որ նաև ռոքում է զարգացումը ապրել։ Երիտասարդ խմբեր ռոք երաժշտության այսօր ցավոք սրտի այդքան չկան։ Հիմա տեսեք, անի, մենք ունենք կորիֆեյներ, բարեբուն իմաստով ունենք Լեոն Մալխասյանը, ջազ նվագախումբը, որը ավանդույթներով կոլեկտիվ է եւ մի խոսքով մենք ունենք իսկապես տարիների, տասնամյակների ընթացքում աշխատող եւ իրենց անունը հաստատած, երաժիշտներ։ Վահագն Հայրապետյան, այո, եւ շատ այլ անուններ կարող ենք հիշել։ Մի մասը ինչ-ինչ պատճառներով այսօր Հայաստանում չի, արտերկրներում են աշխատում։ Արդյոք օրինակ երիտասարդների մեջ նոր սերնդի, ասենք 25 մինչև 30 տարեկան երաժիշտների մեջ դեպի ջազը հետաքրությունը կա եւ կոլեկտիվներ կան, որը որ այսպես իսկապես հետաքրքիր աշխատանք ունեն։ Ես ասեմ, մենք ունենք ֆանտաստիկ երիտասարդություն։ Այ պատմեք մի քիչ այլ։ Ջազ երաժիշտներ,
որոնցից օրինակ մեկը Արման Մնացականյանը Դմկահար այսօր գտնվում է այսինքն այսօր ժամանելու է համերգին այս քանի օրը գտնվում էր Աբու Դաբիում որտեղ կայանում էր ջազի միջազգային օրվա գլխավոր այդ գլոբալ համերգի այնտեղ մենակ մի օր չի հա գլոբալ համերգը դա մենակ մի օր չի նշվում ինքը մոտավորապես մեկ շաբաթ է նշվում եւ ներառված էր այդ միջոցառումների ցանկում Արմանային երաժիշտն է որ ներգրաված է մի քանի այստեղի հա տարբեր երաժշտական խմբերում ինչպեսին են Երևան Calling-ը, New Quintet-ը, ինչպես նաև պետական ջազ նվագախմբի թմբկահարն է։ Շատ մեծ ոնց է հպարտություն է զգում, երբ որ հրավիրված է լինում քո երիտասարդ երաժիշտը այնտեղ, հա, ներգրաված լինելու, մասնակցելու այդ բոլոր միջոցառումներին։ Ինչպես ունենք նաև շատ լավ երիտասարդություն, որը ստեղծագործում է որոնց հենց հեղինակային ստեղծագործությունները այսօր հնարավորություն են կնելու լսել դուք ասիք ինչ հյուրաժամանելու նաև հենց դրա համար այս տարի չենք հրավիրել որևէ մեկին արտերին որովհետեւ ավելի շատ կարողանանք ցույց տալ մեր երաժիշտներին եւ թե ժամանած հյուրերը մայրաքաղաք ժամանած մեր հյուրերը թե մեր բնակիչները հնարավորություն ունենան վայելել բացօթյա Նաև, ահա, շատ անգամ քանի որ տղաները տարբեր ակումբներում ելույթ են ունենում կամ համերգասրահներում, գուցե բոլորը հնարավորություն չունեն տոմս ձեռք բերել կամ լինել, սա բացառիկ հնարավորություն է անվճար վայելելու իրենց համերգը։ Մասին է ուզում խոսել, քանի որ 13 տարվա փորձ ունեք նման միջոցառումներ կազմակերպելու, իհարկե դահլիճում շատ հեշտ է հաշվել, որքան հանդիսատես եկավ, որքան գնաց։ Ընդհանուր առմամբ կարելի է ասել, որ տարեց տարի աճում է ոչ թե անցորդների պատահական այսպես անցնում էին մասնակցեցին գնացին այլ հենց ջազի երկրպագուների թիվը թե դրանք հիմնականում նույն մարդիկ են նաև դուք ճանաչում եք որովհետև նաև աշխատանքը միտված է նրան որ հանրայնացմանը ջազի եւ բացի նրանից որ մենք տեսնում ենք աստիճանները կասկադի ինչքանով են լցվում ամեն տարի էլ ավելի տեսանելի է մենք ստանում ենք նաև նամակները հա թե շնորհակալությունները թե հիմա մի տեսակ սոցիալական կայքերում դա հեշտ ավելի ընկալել է թե նշումներով որ էջը նշում են այդ ռիպոստները որ հետադա հա արվում է հասկանում ենք որ այսինքն իզուր չեն կարել մարդիկ սպասում են Եվ օրինակ մենք գիտենք մարդկանց, որոնք իրենց հանգիստը ապրելով արտերկրում պլանավորում են հենց այս ժամանակ, որպեսզի ժամանեն Երևան եւ եւս մասնակից լինեն։ Նաեւ բնականաբար դա էլ է աշխատանք, քանի որ մենք աշխատում ենք նաեւ տուրիստական գործակալությունների հետ ներկայացնելով ծրագիրը, որպեսզի իրենք էլ կարողանան իրենց առաջարկի մեջ ներառեն։ Գիտեք, անվանի ջազ փառատոներ կան աշխարհում, որ ավանդական Նորցի ջազ ֆեստիվալ, Մոնտրեի փառատոնը Ժնևի հետ, լճի մոտ եւ շատ Կոպենհագեն ջազ ֆեստիվալը եւ այլն։ Միգուցե հասունացել է ժամանակը նաև զուտ հայկական, չէ, Հայաստանում ամեն տարի փառատոն անել է եւ կանչել այստեղ։ Երևան ջազ ֆեստը, որը իրականացնում ենք ամեն աշուն, այս տարի կլինի 10-րդ տարին։ Այ արտերկրից ավելի շատ ժամանած մեծ անունները իրենք լինում են հենց փառատոնի շրջանակում, բայց ունի նաև մի sense ոնց որ միտում փառատոնը, որ միշտ համագործակցություն լինի մեր երաժիշտների հետ։ Դրա շրջանակում են եղել համագործակցություն օրինակ Ռիչարդ Բոնան մեր երաժիշտների հետ, Արմեն Հյուսնոնցի հետ, Դիդի Բրիջվոթերը, որը ելույթ է ունեցել պետական ջազ նվագախմբի հետ, Լարս Դենիելսոնը, որը սիմֆոնիկի հետ էր։ Իվ ամենասիրած արտիստներից է ջազի մեջ։ Իդեպ Կոսմո ջազ փառատոնի մասին լսել եք անի։ Հայ է հիմնադիրներից եւ այն անցկացնում unplugged, այսինքն առանց էլեկտրական սարքավորումների զուտ ակուստիկ գործիքներով շատ հետաքրքիր միջավայրերում, հիմնականում լեռներում, լճերի ափերին եւ բնական հնչեղությամբ եւ մարդիկ առանց որևիցե հարմարությունների զուտ ժամանակավոր տեղադրված ձուկարանների արկայությամբ քարերի վրա նստած լսում են բնական մաքուր
ջազ բնության գրկում, այդ հետաքրքիր բան է, շատ կոսմո ջազը եւ զանալի է, ունեք ինչ որ համագործակցություն գտի, հիմա չեմ հիշի ճիշտ ասած հիմնադրի անունը, բայց հայ է բայց մեր ազգանունը։ մյուս հայրենակիցը Անդրե Մանուկյանը, որը Ֆրանսիայում կազմակերպում է ամեն տարի Մոնբլան սարի գագաթին։ Այդ կողմերն է, հիմնականում Ալպերում է լինում։ Հա, եւ շատ տենց հետաքրքիր է ռայալը ոնց են բարձրացնում, հա, Մոնբլանի գագաթին ինքը այդպես տենց ձյունապատ տարածքում ելույթ է ունենում։ Դա իր գաղափարն է եղել, ասեմ ըստ ինձ Անդրեն դա ֆանտաստիկ երաժիշտ է, ժամանակակից, որը ավելի շատ Ֆրանսիայում սիրված արտիստ է, որը ոչ միայն երաժիշտ, այլ նաև գործիքավորում է, որը գործիքավորումներ անել նույնիսկ Անձնավուրի համար, Ռիշարդ Գալյանոյի։ Մենք իր համերգը կազմակերպել ենք նույն International Jazz Day-ի օրվա հետ կապված ելույթ էլ է այստեղ ունեցել Չայնա Մոսեսի հետ կապված, հուսանք եւս մեկ այդպիսի տենց էքսպերիմենտալ ոչ դասական համերգասրահային ֆորմատով նաև Հայաստանում հանդես կգա։ Անի, իսկ ձեր կարծիքով պետք է ջազը ավելի ժողովրդական դարձնել, թե այնուամենայնիվ պետք է դիստանցիան, կոպիտ ասած, նրա առանձին տեղը, երաժշտական միջավայրում պահպանել։ Այսօր խնդիր կա, չէ, օրինակ շատ երաժշտական ուղղություններում մաքսիմալ ժողովրդական են փորձում դարձնել, ավելի պոպուլյար, պոպի ձգտումներով, հա, այսինքն ջազը այդպեսին միշտ ինչ որ որոշակի աստիճան է, հա, երաժշտասերի ցույց տալիս, այսինքն հագեցնում է կամ բավարարում է այն պահանջները մարդկանց, որոնք որ ասենք այդպես բարձրորակ կամ ճաշակով երաժշտության Ես ասպարեզից են, բայց շատ ուրախ կլինեմ, եթե ջազը դառնա ավելի պոպուլյար, բայց պոպուլարիզացիան լինի։ դա կարելի է, դա դյուրամաս երաժշտություն չէ, համաձայնվեք, ջազը ամեն մարդու բան չէ, հա։ Այսինքն եթե դա լինի, դա նշանակում է, որ լայն մասաները ավելի ինտելեկտուալ են դարձել։ Գուցե սա նաև մի ջազն ավելի པարզ դարձել, այսինքն կառուցվածքային եկել մտել է օրինակ շեֆերի ասպարեզ, չի կարա ինքը դառնա զուտ իր տեխնիկապես, հա, կատարման ձևով ինքը չի կարա դառնա ավելի ընկալելի կամ դյուրամարս, հա, այդ ասած այդ հիմա եթե վերցնենք էթնո ջազը գուցե մեր շատ լայն մասաների համար ավելի ընկալելի լինի, քանի որ կան օրինակ եւ բենդը թեթև է, չէ, այսինքն հայկական ընկալելի է, որովհետև կան հայկական գործիքներ, այն ինչը որ մեր համար ավելի հա հեշտ ընկալելի է կամ երբ որ դուդուկով ինչ որ էքսպերիմենտալ բաներ են անում։ Այսինքն դուք օրինակ կողմնակից եք, որ ավելի ժողովրդական դառնա ջազը, թե նույնիսկ դիրքը պահպանի։ Հնարավորինս ինքը դառնա ժողովրդական, բայց ինքը իր դիրքից չի կարող իջնել։ Իսկ հանդիսատեսը եւ կատարողները ինչով են առանձնանում ըստ ձեզ, այ որպես հարցի շարունակություն, ջազ կատարողը եւ ջազ սիրողը մնացած մյուս ժանրերից ինչով է տարբերվում։ Հենց երևի այդ ասացի շարունակությունը կլինի, ինքը մի քիչ ավելի ինտելեկտուալ, հա, պահանջներ ունի, բայց մեր հանդիսատեսի մասին եթե խոսամ, հայ հանդիսատեսի մասին, քանի որ ջազը Հայաստանում բավականին պատմություն ունի սովետական Հայաստանից դեռ եկած եւ այստեղ նաեւ մեր այդ ինքնությունը կա, հա, ընդդիմանալու այն ժամանակ երբ որ ջազը արգելված է եղել սովետական Հայաստանում առաջին ջազ նվագախումբը Հայաստանում է հենց կազմավորվել դրա համար երևի թե դա մեր համար ինքը sense ավելի եւ ազգային երաժշտությունից հետո կարող եմ ասել երկրորդ ավելի ընկալելի դա ոճը ջազն է մեր համար sense համա հետաքրքիր ամատություններ ազգայինից հետո ջազը ազգայինից հետո հա արի նայենք որ զուգահեռներ անցկացնենք ռոքը նույն էլեկտրոնային երաժշտությունն եւ այլն այդքան տեղ չունեն որքան ջազը համաձայն եմ ձեզ հետ եւ այն անունները որ այսօր աշխարհում կա որոնք Տիգրան Համասյանը դա
այսօրվա ժամանակակից ջազ աշխարհում ինքը առաջին դիրքերում է եւ որևէ փառատոնի երբ որ ձեռագրով դաշնակահար։ այո, որևէ փառատոնի երբ որ դու ներկայանում ես, կարող մենք շատ ենք գնում թե փառատոններին եւ թե տարբեր կոնֆերանսներին այնտեղ Հայաստան անվան կողքին պարտադիր երկրորդ հարցը, դա ժամանակին երկրորդ հարցը միշտ մեր Ազնավուր կամ հիմա դա բնականաբար Տիգրան Համասյանն է եւ շատ մեծ հարգանքով։ Ջազը եւ Հայաստանը ինքը կապվում է աշխարհում շատ անուններով, դա միայն Տիգրան Համասյանը չէ։ Ամերիկյան ջազի, այսպես ասած Godfather-ը Ջորջ Ավագյանը հայր սովետական Հայաստանից իհարկե գաղթած, բայց այդ ինդուստրիան, ամերիկյան ջազ ինդուստրիայի լավագույն սկավառակների պրոդյուսեր եղել է մեր հայրենակիցը։ Մոռանանք նաև Գարիկ Քյոսայանին։ Գարին երկար տարիներ Ամերիկայի Միացյալ Նահանգներում աշխատեց եւ համագործակցեց տեղափոխվեց Հայաստան հայտնի աստղերի հետ։ Հա, եւ հիմա էլ համերգներին հրավիրում է իսկապես հոյակապ երաժիշտների տարբեր երկրներից, մեծ մասամբ իհարկե Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Ես վերջերս հիշեցի, որ տարիներ առաջ Լևոն Մալխասին հարցրեցի լավ, իսկ ինչպես բնութագրեք մայստրո ջազը, ասեց դե ջազը տեսած մարդկանց համար երաժշտություն։ Տեսած, կապ չէ՞, շատ հասկանալի է, տեսած մարդկանց համար։ Օրեր առաջ օրվա առիթով զրուցել էի Երվանդ Երզինկյանի հետ, հենց անդրադարձել էինք հայկական ջազ երևույթին, շատ հետաքրքիր բնութագրում տվեց, ասաց, որ երբ ասում ենք հայկական ջազ, դա ջազ է, որը կատարում են հայերը։ Երբ ես փորձեցի փոքրիկ ճշտում մտցնել արդյոք մենք չունենք, այսպես ասած, երանգավորված հայկական ջազ, հենց մեր ազգային մտածելակերպով, նա ասաց, որ եթե խոսքը գնում է ազգային գործիքներ, նվագարաններ օգտագործելու մասին, ապա դա էլ պետք է շատ նուրբ անել, ոչ ինքնանպատակ, այսինքն կամանչայով ջազ նվագել կամ կանոնով կամ դուդուկ մտցնել, դա նույնպես դեռ չի նշանակում հայկական ջազ։ Իսկապես հետաքրքիր կարծիք էր վարպետի մայստրոյի կողմից։ Այդ դուք ինչ կասեք հայկական ջազ բնութագրման մեջ ինչ եք պատկերացնում։ Հայկական ջազը առաջի հերթին դա տրամադրություն է։ Դա մեր գենետիկ հիշողությունն է նաև։ Ես այդ վրա աստիք մի անգամից մի պատմություն հիշեցի։ Երբ որ Ռիչարդ Բոնային էինք հրավիրել Հայաստան, աշխարհահռչակ բաս գիտարահար, երեկոյան տենց մի քանի հարց տվեց, հա, մեր գործիքների հետ կապված, մեր հայտնի ստեղծագործողների, կոմպոզիտորների, առավոտյան երբ հյուրանոցում դիմավորեցի, որ պետքա գնայինք արդեն փորձի, ասեց գիտես գիշեր ընդհանրապես չեմ քնել, այս ինչու ասեց, որտեվ ուսումնասիրում էի ձեր ժող գործիքները, դուք գիտեք քանի հատ ժող գործիք ունեք։ Եվ ինքը նստել էր ամբողջ գիշեր չիմանալով, եկել էր Երևան, մեր հրավերով բացահայտել էր իր համար կոմիտասը, ասեց ես խնդրում եմ Արմեն Հյուսնուցին փոխանցեք, ես ուզում եմ կոմիտաս այսօր կատարեմ, ինքը կփորձի իմ հետ, որ մի քանի դեռ 2-3 օր ունեինք, մինչև ելույթը իրենք փորձեցին եւ այդ օրը մատուցեցին կոմիտասի իր իմպրովիզացիան, հա, այմ համար դա հայկական ջազն է, երբ որ արտ երկրից ժամանած թիվ, չգիտեմ, աշխարհում երյակի մեջ է մտնում բաս գիտարահարների, ուսումնասիրելով մեր մշակույթը ինքը կոմիտասը ներկայացրեց ջազում եւ դա այնքան մաքուր եւ ճիշտ էր, իհարկե մայստրոյի ուղղորդումն էլ այդտեղ շատ մեծ նշանակություն ուներ, որ որևէ սխալ կողմ այդ ամեն ինչը չտարվի, բայց այո, այսինքն մենք տարածեցինք հայկական ջազը։ Խնդրեմ Սուսանա։ Մենք նաև խոսեցինք մայստրոյի հետ, հիմա այսպես մեջբերումներ եմ անում, օրինակ բերեցի, որ Ջիվան Գասպարյան կրտսերը դուդուկով նվագել էր Summertime։ Եվ հրաշալի էր հնչում։ Շատ նորար արական էր, անսպասելի էր եւ ներդաշնակ էր։ Ինչին մայստրոն արձագանքեց, ասաց, երբ որ մի բան վարպետորեն է արվում, դա իրավունք ունի գոյություն ունենալու։ Հա, բայց օրինակ, եթե այսպես անկեղծ լինենք, ես դեմ եմ, որ ջազ ստանդարտները սկսում են ազգային գործիքներով այդպես մատուցել, որովհետև ջազ ստանդարտ կոչված հենց դա է։ Դու կարող ես ցանկացած երկրից լինել, բայց պիտի նվագես դա այնպես, ինչպես պիտի կա, այսինքն դա չի կարելի դա։ Այստեղ մի քիչ չափի զգացողություն։ Մի տեսակ հա։ Շատ գեղեցիկ է հնչում։ Գեղեցիկ է հնչում։ Շատ
Չէ, դուդուկը ընդհանրապես գեղեցիկ են ճու, բայց ինչու հենց summer time-ը նվագել, կարելի է մեկ ուրիշ բան գեղեցիկ հնչեցնել դուդուկով, համաձայն ես, չէ, ջազ ստանդարտներին ձեռնել չի կարելի, take 5-ը եւ այլն չի կարելի դրանք օրինակ չգիտեմ սանթուրով նվագել, կարելի է էքսպերիմենտալ անել, բայց պետք է դες սպասել, էքսպերիմենտալ պետք է լինի, ու տենց մի հատ չափի զգացողությունը տենց պետքա պահել, էլի too much ասվածը չպետք է լինի։ Ես զուտ իմ կարծիքն է, թեպետ կարող եք համաձայն չլինել ինձ հետ։ Անի ջազը որպես բիզնես միշտ ընդունված է, չէ, ջազ ակումբներում սիգարը, վիսկին, թանկ, չգիտեմ, կոնյակները, ապրելակերպ է, նաև նախատեսում, որպես կանոն ամեն մարդուն հասանելի բան չէ, չէ, այդպես ընդունված։ Եվ ընդհանրապես ջազը փոքր ակումբներից է սկսել, այնպես չէ, որ մեծ համերգների, համերգասրահներից, հիմա արդեն իհարկե անվանի արտիստներ կան, լեփլեցում դահլիճներ են հավաքում, բազմահազարանոց, բայց Հայաստանում, ինչպես տեսնում ենք, թիվը ջազ ակումբների չմեծացավ, հակառակը, եթե համեմատենք տարիներ առաջվա հետ, քչացել են, քիչ են տեղերը, որտեղ մասնագիտացված ջազ կարող ես լսել, 1, 2, 3, 4, Մախաս Սուլեխանյան ինչ է դա կապում, այսինքն պանջակ չկա, թանկ է ստացվում ի վերջո մարդու այնտեղ տեղ զբաղեցնելը, մի խոսքով մի քիչ այդ առումով իրականում ջազը նյույորքյան ջազն է, եթե վերցնենք, դա ակումբային ջազն է։ Բոլոր հայտնի արտիստները իրանք հենց ակումբներից են ծնվել, արդեն հայտնվել մեծ բեմերում։ Երևանում ցավոք սրտի ջազը դա բիզնես չի։ Ինչքան էլ դու փորձես զույտ ասոցիացիայով կամ երաժիշտներով, մի քանի կառույցներով, դու չես կարող անդադար ինքդ քո ուժերով տարածել եւ փորձել մանիտիզացնել այդ ամեն ինչը կամ ավելի լայն եկամուտ ակնկալել։ Դա պետքա լինի ընդհանուր երկրի մշակույթի ռազմավարությունը։ Եթե չկա դա, այնքան մյուսը մենակով անդադար այդ բեռը հնարավոր չի տանել։ Եվ երբ որ միանում է երկու ուժերը իրար հետ, բնականաբար դա կարա ինքը դառնա այդ ասած թե ակումբների զարգացումը մի հատ օրինակ բերեմ Լիոնում, եթե չեմ սխալվում, ջազ ակումբ էր եղել, որ փակվել էր եւ քաղաքապետարանից եկել ասլին ինչի է փակվել, դատացիային բան արել, որպեսզի այդ ակումբը կարողանա մնա, այն բանով, որ ինքը զարգացում էր այդ քաղաքի ջազային, ու մշակութային ինքը ուղին։ Այնինքն դա պետքա ընդհանուր նաեւ լինի թե քաղաքային եւ թե մշակույթի նախարարություն չկա, հա, ԿԳՄՍ-ի ենթակայության տակ այդ ուշադրությունը պետքա լինի։ Ինչպես նաև կնես туриզմի վարչության հասկանալի է, չէ՞, որ ի վերջո ջազը դա բարձր աշխարհիկ կյանքի սիմվոլներից է դարձել։ Դա կողքից է տենց թվում, թե ջազը, կոնյակը, սիգարը, ինչպես ասեմ, մենք դա էլ ենք փորձել միշտ զարգացնել, նույնիսկ ունենք հատուկ ստեղծված Արարատ կոնյակի գործարանի հետ ստեղծված կոկտեյլ, Արարատ connection-ը, jazz connection-ը, որը միշտ փառատոնի շրջանակում շատ մատուցում է։ Շնորհակալություն Անի, ես խնդրում եմ եւս մեկ անգամ հիշեցնենք այսօր ջազի միջազգային օրվա կապակցությամբ Երևանում ինչ համերգ է նախատեսված, որպեսզի մեզ նոր միացածուն կնդիրն են, բաց չթողնեն այս հոյակապ հնարավորությունը հաղորդակցվել այդ անվճար ասում ենք բոլորին ժամը 19:00-ից սկսած Կասկադի Գաֆէսճան արվեստի կենտրոնի հարակից պուրակում հնչելու են նոր ստեղծագործություններ, հնչելու են նոր գործիքավորումներ, ասեմ նաև նոր գործիքավորում է արվելու Արտուր Գրիգորյանի դռներ հայտնի ստեղծագործության նորովի կատարում կլինի, մենք միշտ փորձում ենք նաև մեր հայտնի կոմպոզիտորներին անդրադառնալ, լինելու են թե էթնոջազ, թե էքսպերիմենտալ ջազ, նույն Արտո Թունջբոյաջյանը, Միքայել Ոսկանյանը, որոնք լինելու են պետական ջազ նվագախմբի հրավիրված հյուրերը։ Շնորհակալություն շատ, Անի Սաղոյանն էր մեր հյուրը, ջազի հայկական ասոցիացիայի համահիմնադիրը, եւ մենք ուզում շնորհակալություն հայտնել ձեզ դեր արած գործի համար նախ առաջ Անի, բացի դրանից որ մենք 5 տարիներ առաջ մենք միասին ընկերությունը սկսել որ շարունակվում է բարեբախտաբար եւ հուսանք որ
այդպես շարունակվի, այն ամենից պիտի նաև ձեր այդ նախաձեռնող տեսակը առանձնացնեմ, որ միշտ պտպտում եք, փնտրում եք ինչ-որ հետաքրքիր բաներ եք անում եւ ամեն տարի համեմատես փորձում եք հենց այսօրով, ինչպես ասում են, պատվով ներկայանալ ջազի սիրահարներին, շնորհակալություն ձեր գործի Շնորհակալություն ձեզ համար։ հրավերի համար։